Երևանի փողոցներում։ 8 տարվա խորհրդարանական աշխատանքից հետո ԿՊ-ական Հայկ Սարգսյանը հեռանում է, թե ինչով է զբաղվելու չի բացահայտում։ Հեղափոխության օրերին Փաշինյանի ջրի շիշը հուսալիորեն պահպանելու համար շիշ բռնող մականունը վաստակած Սարգսյանին առայժմ կտեսնենք միայն Երևանի փողոցներում։ Ես դեռ չեմ որոշել, բայց որոշ ժամանակ ամեն դեպքում պետական պաշտոններ զբաղեցնելու ցանկություն չունեմ։ Բայց առաջարկ եղել է ձեզ կառավարել։ Ես ցանկություն չունեմ։ Բայց առաջարկ եղել է մեր Ճիշտն ասած, ես այդ թեման չեմ էլ բացել, ցանկանում եմ հանգստանալ, ինձ թվում է հանգստից հետո вообще ցանկություն չեմ ունենա։ Իշխող թիմի ընտրական ցուցակից դուրս մնացած պատգամավորն ասում է, ընդդիմադիր դառնալու ցանկություն չունի, ԿՊ-ից հեռանալու մտադրություն առավել եւս։ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունները նորմալ են, սակայն չի հիշում, թե երբ է վերջին անգամ նրան հանդիպել։ Բոլորի հետ լավ են իմ հարաբերությունները։ Դե օրինակ կա ինչ-որ փուլ, որ ինչ-որ մարդկանց հետ չեմ շփվում, բայց նորմալ է։ Թշնամիներ չունեմ։ Հայկ Սարգսյանը վստահեցնում է հիմա նորմալ հարաբերություններ ունի անգամ նրանց հետ, ում հետ վերջին շրջանում մեղմ ասած ջերմ չէին շփումները։ Օրինակ Ալեն Սիմոնյանին եթե փողոցում հանդիպի կբարևի։ Լարվածություն չկա նաև Անդրանիկ Քոչարյանի հետ հարաբերություններում։ Բայց առիթը բաց չթողեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին եւս մեկ անգամ խայթելու համար։ Քանի որ պարզվել է պարոն Քոչարյանը առանց պատճառի դեմա չի ներառվել։ Մի անձիկը մաճուկի պատճառով ով պետական շահ դրել է մի կողմ, սեփական ամբիցիայով ասել է օրես դեմ։ Հայկ Սարգսյանի համար քաղաքական այս փուլը կարծես թե ավարտվում է, իսկ իշխանական թիմում ակտիվ դերաբաշխում է։ Արդեն հայտնի են խորհրդարանի նախագահի ու փոխնախագահների անունները։ Ալեն Սիմոնյանին Ռուբեն Ռուբինյանով փոխարինելու որոշման քննարկմանը Հայկ Սարգսյանը թեև չի մասնակցել, սակայն վարչության որոշումը նորմալ է համարում, իսկ Ռուբինյանին հաջողություն մաղթում։ Իշահ մեր պետության։ Այժմ ինտրիգը ԿՊ խմբակցության ղեկավարի շուրջ է։ Մրցապայքարի մեջ են Արթուր Հովհաննիսյանն ու Արուսյակ Մանավազյանը։ Որոշումը կկայացվի հուլիսի 2-ին ԿՊ վարչության նիստում։ Անդրանիկ Քոչարյանը ըստ լրատվամիջոցների տեղեկությունների այլևս չի ղեկավարի պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովը։ Նրան ըստ ամենայնի կփոխարինի Արմեն Խաչատրյանը։ Փոխարեն նա թորնեն ամուր են պահում Արուսյակ Ջուլհակյանն ու Բաբկեն Թունյանը։ Ըստ ամենայնի նրանք կշարունակեն ղեկավարել պետաիրավական եւ տնտեսական հանձնաժողովները։ Մյուս հանձնաժողովների ղեկավարների հարցը կորոշեն խմբակցությունում, ում ինչ խորհրդարանը վերադասավորվում է, կառավարությունում սկսվել են կադրային փոփոխությունները։ Վարչապետը հայտարարել է, որ գործադիրի հիմնական կազմը, այսինքն նախարարներն ու փոխվարչապետները չեն փոխվելու, ավելի ցածր օղակներում կլինեն վերադասավորումներ ու փոփոխություններ։ Այսօր Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանը ազատվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոններից։ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ Ենթադրվում է, որ կփոխվեն նաեւ որոշ մարզպետներ։